Ազգային գրադարանը Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առիթով հատուկ հոբելյանական ցուցադրությամբ ներկայացնում է այն ամենը, ինչ կապվում է Սարոյանի գրականության ու կյանքի հետ, սկսած 1934-ին տպագրված նրա առաջին գրքից մինչև 79-ին լույս տեսած վերջինը, նաև բնագիր նամակներ, որոնք տրամադրել է մեծ գրողի թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, 60-ականներին գրված նամակները նրան է նվիրել Սարոյանի ռուս թարգմանիչներից մեկը։ Ձեռագիր մի քիչ պայմանականորեն է ասված Սարոյանի առնչությամբ, որտեղ նա ինչպես գիտենք մեքենագրում էր, բայց այդ մեքենագրված տեքստի վրա Սարոյանի ձեռքով ուղումներ կան արված գրիչով եւ բնականաբար տակը Սարոյանի գրիչով արված ստորագրություններն են, դե ինձ համար շատ թանկագին մասունքներ են դրանք։ Սարոյանն անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն եւ իհարկե հայերեն։ Մի առանձին բաժնով է ներկայացված հայերեն թարգմանությունների ամբողջ պատմությունը։ Ցուցադրության մաս են կազմում նաև պատկերագրքեր, լուսանկարներ, որոնց թվում Քոչարի, Արա Գյուլերի հեղինակած լուսանկարներն են եւ Պողոս Պողոսյանի Սարոյանական պատկերագիրքը։ Ունենք մի հրաշալի ալբոմային հրատարակություն Պողոս Պողոսյանի նրա սիրտը լեռներում է վերնագրով ալբոմային հրատարակությունը, որտեղ ամփոփված են, դա մի ստվարածավալ գիրք է, մեծ ալբոմ, եւ մեծ ծանոթ կամ անծանոթ Սարոյանի ցանկացած լուսանկար այդ գրքում կա։ Հոբելյանի առիթով ազգային գրադարանը նաև հանդիպում բանախոսության է հրավիրել Սարոյանի գրականության սիրահարներին։ Հայերեն թարգմանությունների համապատկերը ներկայացնելով Զավեն Բոյաջյանն անդրադարձավ նաև այն իրողությանը, որ ամերիկյան գրականության մեծերին, Ֆոլկներին, Հեմինգուեյին հավասար տաղանդավոր լինելով, Սարոյանն այնուամենայնիվ արժանիորեն չգնահատվեց Ամերիկայում, մինչդեռ ժամանակը միայն ավելի է ընդգծում նրա մեծությունը։ Սարոյանը մեռած անշունչ անկենդան դասական չէ եւ այսօր էլ շարունակում է շատ ողջ, շատ կենթանի ուղղակի թրթռող կենսաթրթիռ ավելի ճիշտ շնչառությամբ գրողների շարքը դասվել։ Թվում է, թե վերջին տարիներին լրացվել է սարոյանական թարգմանությունների պակասը, բայց Զավեն Բոյաջյանը հիշեցնում է նրա ահռելի ժառանգությունը, որ պահվում է Ստենֆորդի համալսարանում, դեռ ուսումնասիրության, թարգմանության եւ հանրայնացման կարիք ունի։ Նունե Ալեքսանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։